Ողջույն հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը այս պահին գտնվում է Էջմիածնում, մենք մասնակցելու ենք հերթական պատարագին, որը իրական պատարագ է և Մայրաթորում է տեղի ունենալու, մենք հիմա շարժում ենք դեպի Մայրաթոր։ Սրան զուգահեռ Հովանավանքում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է հերթական պիղծ միջոցառումը, փաստորեն ինքը ֆեյք կաթողիկոս է աշխատում, իսկ այն տղան, որը ուղղակի որպես գործիք է օգտագործվում, կատարելու է ինչ-որ տեքստերի արտաբերում, որը ոչ մի կապ չունի հոգևոր իրական արժեքների հետ։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը նոր աթորանիստ վայր է ստեղծում, դա իր համար Հովանավանքն է, որը ֆեյք նստավայր է, Էջմիածնից ուզում են գողանալ հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակը և իրենց կարծիքով ստեղծում են նոր հոգևոր քաղաք։ Սա, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, հակաքրիստոնեական շարժում է ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու և Մայրաթորի, շարժում է ընդդեմ նաև պետականության, որովհետև սա Փաշազադեի պահանջներն է կատարում, սա թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում և հերթական պառակտիչ գործողություններն է իրականացնում։ Բաժանեցին մարդկանց տարբեր թեմաներով, հիմա նույնը անում են արդեն հոգևոր ոլորտում։ Ինքը բնականաբար ռիսկ չի անում հարձակվել, այսպես շտուրմի գնալ եկեղեցու դեմ, որովհետև շատ լավ գնահատում է իր հնարավորությունները, բայց պղծում է մթնոլորտը, կեղտոտում է մթնոլորտը, ստեղծում է հերթական թշնամանքի դաշտը և պառակտում է մեր ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի նպատակը ազգային ինքնության դեմ գնալն է և մեր արժեհամակարգին հարվածելը, որովհետև Հայաստանի ադրբեջանականացումը կամ թրքացումը անհնար է առանց ինքնության դեմ պատերազմի, հայկական ինքնության դեմ պատերազմի։ Ինքը դա շատ լավ հասկանում է և դրա համար գնում է հայկական ինքնության դեմ և այն ինչ որ մենք տեսնում ենք Հովանավանքում, դա ըստ էության իր պատկերացրած 4-րդ հանրապետության հենասյուներից մեկն է լինելու, այսինքն պղծելը, կեղծելը և քրիստոնեության դեմ գնալը։ Այս առումով, մենք պետք է ամեն կերպ թույլ չտանք այդ պղծումը և միասնական լինենք։ Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, որը առաջ է քաշել Ալիևը, ենթադրում է նաև հայ առաքելական եկեղեցու ոչնչացում, որովհետև Փաշազադեն ուղիղ տեքստով էր ասել, որ եթե Հայաստանի Հանրապետություն չլինի, իսկ ինքը փաստորեն գիտի, որ այդպիսի ծրագիր է նախատեսված, ասում է եկեղեցին կարող է դառնալ դիմադրության օջախներից մեկը, դրա համար այն գլխից պետք է վերացնել այդ հնարավոր դիմադրության օջախը։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանին հանձնարարական են տվել, որ ինքը եկեղեցու դեմ պայքարի։ Նիկոլ Փաշինյանը շուստրություն է անում, այսպես ասած, չի հայտարարում, որ ինքը Արևմտյան Ադրբեջան է կառուցում, այլ ասում է մենք 4-րդ հանրապետություն ենք ստեղծում։ Դա իրականում հենց այդ թուրք-ադրբեջանական ծրագիրն է, որը ինքը ուզում է իրականացնել։ Հիմա հայ ժողովուրդը պետք է այս ամեն ինչը շատ լավ պատկերացնի և թույլ չտա, որպեսզի
Արևմտյան Ադրբեջան ծրագիրը կյանքի կոչվի։ Իսկ դրա կարևորագույն նախապայմաններից մեկը ցույց տալու այն է, որ մենք պաշտպանենք հայ առաքելական Սուրբ եկեղեցին, դրանով իսկ պաշտպանելու մեզ։ Սա արդեն կրոնական խնդիր չէ, նույնիսկ տարբեր ուղղությունների աղանդների ներկայացուցիչների խնդիր չէ, որովհետև նույնիսկ աթեիստները կարող են միանալ այս պաշտպանությանը, որովհետև սա պետականության հետ է կապված, բարից ես։ Եվ անկախ նրանից թե ով ինչ համոզմունքներ ունի, ով ինչ գաղափարներ ունի, ով ինչ դավանանք ունի, շատ կարևոր է, որպեսզի բոլորս միասնական լինենք եւ պաշտպանենք մեր ինքնությունը, մեր պետականությունը։ Մենք արդեն Մայրաթորի տարածքում ենք եւ մեր թիմով կմասնակցենք պատարագին, իսկ այն մյուս կեղծ պատարագը, որ տեղի ունենում, դա լրիվ պիղծ միջոցառում է, ամբողջությամբ տեղավորվում է ադրբեջանական ծրագրի մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ադրբեջանական կամակատար է, որը իր կաշին փրկելու, իր աթոռը փրկելու, իր մեղշրջապատի թալանածը փրկելու համար հիմա կատարում է բոլոր այն հրահանգները, որը նրան իջեցվում է Ադրբեջանից ու Թուրքիայից։ Ինքը այլևս քաղաքական առումով Էրդողանի զավակն է եւ արդեն պետք է կատարի այն, ինչ իրենից պահանջում են, որովհետեւ այլ տարբերակ չունի էլ, այսինքն ինքը հայտնվել է մի վիճակում, երբ իր կաշվի փրկությունը եւ իր արածների համար պատասխան չտալու հնարավորությունը տեսնում է Թուրքիայի աջակցության մեջ։ Ահա այսպիսի խայտառակ վիճակում ենք մենք հայտնվել, խայտառակ վիճակում է հայտնվել նաեւ մեր պետությունը, որը ունի այսպիսի ղեկավար, որը գերի է եւ կամակատար Թուրքիային ու Ադրբեջանին։ Մենք արդեն քիչ հետո արդեն կմտնենք եկեղեցին եւ կմասնակցենք պատարագին։ Այս պիղծ ժամանակները կարծում եմ, որ հետևում են մնալու եւ մենք կարողանալու ենք քաղաքական աղբանոց նետել այս խայտառակ մարդկանց։ Եկեղեցու տարածքում, ինչպես գիտեք, նկարանումներ, տեսանկարահանումներ չի թույլատրվում, դրա համար ուղիղ կապը կանջատենք։ Դուք հետևեք պատարագին, կարծեմ ուղիղ եթերով հեռարձակվում է, ալիքը չգիտեմ որով, բայց հիմա այս պատարագները լրիվ այլ նշանակություն են ստանում, սա յուրօրինակ նաև բողոքի ակցիա է դառնում եւ ինքնության հաստատման ակցիա, ու այս առումով մենք պետք է մեր պատասխանը տանք այս պիղծ միջոցառումը կազմակերպողներին, որոնք հավաքված են Հովանավանքում։ Դե իսկ վաղաշապատցիները հնարավորություն ունեն ապտակել այն քաղաքական ուժին, որը փաստացի գողանում է Էջմիածնից Աթորանից քաղաք լինելու հնարավորությունը եւ հոգեվոր մայրաքաղաք լինելու հնարավորությունը։ Հիմա Նիկոլի համար հոգեվոր մայրաքաղաքը դառնում է Հովանավանը եւ այս առումով մենք պետք է տեղը դնենք այս սրբապիղծներին։ Հետևեք պատարագին, դա արդեն դառնում է նաև ինքնության պատարագ։
առայժմ կլինենք կապի մեջ։ Իդեպ այսօր մենք քարոզարշավը շարունակելու ենք գյուղերում, մի քանի գյուղ ենք այցելելու, այնպես որ էլի ուղիղ եթեր դուրս կգամ առայժմ։